Viva-ն նշել է իր հիմնադրման 20-րդ տարին։ Viva-ի առաջին զանգը կատարվել է այս հեռախոսով 2005-ի հուլիսի 1-ին։ Տոնական մթնոլորտում անդրադարձ է կատարվել անցած 2 տասնամյակի հաջողություններին, ներկայացվել են ընկերության ռազմավարական տեսլականն ու ապագայի հավակնոտ ծրագրերը։ Viva-ի բաժնետեր Կոստանտին Սոկոլովը ներկայացրեց ընկերության վերափոխումը բջջային կապի առաջատարից մինչև տեխնոլոգիական եւ թվային առաջատար, սրընթաց զարգացող համաշխարհային հեռահաղորդակցային շուկայի պայմաններում։ Սոկոլովը ներկայացրեց զարգացման հիմնական ուղղություններն ու բիզնես տեսլականը։ Այսօր Viva-ն նշում է իր 20-ամյակը, առաջին զանգին հաջորդող 2 տասնամյակ անց։ Զանգ, որը կատարվել է այն պայմաններում, երբ Հայաստանում ինտերնետի թափանցելիությունը կազմում էր ընդամենը 6%։ Այս ընթացքում ընկերության ցանցին միացել է 2.3 միլիոն հաճախորդ, որոնցից 80%-ը օգտագործում է բջջային ինտերնետ։ Viva-ն դարձել է երկրի թվային վերափոխման հիմնական շարժիչ ուժը։ Viva-ի տնօրենների խորհրդի նախագահ Տիգրան Գասպարյանն անդրադարձավ ժամանակակից հասարակության կյանքում հեռահաղորդակցության ռազմավարական նշանակությանը։ Կապը դարձել է անվտանգություն, ապահովություն, եւ առանց որի մենք չենք կարող պատկերացնել մեր առօրյան։ Գաղտնի չէ, որ կապի ոլորտը շատ կապիտալատար է եւ պահանջում է լայնածավալ եզրումներ, որպեսզի կապի որակը պահպանես եւ բարելավես։ Այս առումով ես պատիվ ունեմ ասելու, որ բաժնետերի կողմից ընդունված բյուջեով 2025 թվականի միայն մոբայլ ցանցի կապիտալ լեզվի բյուջեն կազմում է 23 միլիարդ դրամ։ Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը ներկայացրեց կառավարման ճկուն համակարգերի դերը կայուն առաջընթացի հարցում։ Գլխավոր տնօրենը նաև կարևորեց այն, որ տարիների ընթացքում Viva-ի կայուն զարգացումն աճի հնարավորություններ է ստեղծել հասարակական ու մասնավոր ոլորտի շատ կազմակերպությունների համար։ Viva-ն կորպորատիվ կառավարման եւ բիզնես նախագծերի արդյունավետ համակարգերի ներդրման մոդել է։ Յուրաքանչյուր հաջողության ետևում կանգնած են մարդիկ, Viva ընտանիքի հին ու նոր անդամներ, նվիրված, պատվախնդիր, փորձաշատ ու նորարար։ Հայաստանը քայլում է համաշխարհային զարգացումներին համընթաց, շնորհիվ երկրում նորարարությունների շարունակական ներդրման, եւ այդ գործընթացում Viva-ն մեծ դեր ունի։ Ուզում եմ շնորհավորել բոլորիս, սա իրապես գեղեցիկ մի ճանապարհի մասին է այս պատմությունը, շնորհավորել եւ նորանոր հաջողություններ մաղթել Viva-ին։ Կարծում եմ ինքնին անունը ամեն բան ասում է։ Կեցե Viva-ն, շնորհակալություն։ Միջոցառման ընթացքում մեծարվել եւ պարգևատրվել են նաեւ այն աշխատակիցները, որոնք Viva-ում աշխատել են 20 տարի, զգալի ներդրում ունենալով ընկերության կայացման գործում։